Հանուն Հոր եւ Որդվո եւ Օգվույն Սրբո ամեն։ Հեսու 11-րդ գլուխ։ Հեսու գահախտե Յապինի եւ անոր տաշնագիցներուն։ Երբ Հասորի Յապին թագավորը այս բաները լսեց, Մատոնի Յոփապ թագավորին, Սամրոնի թագավորին, Աքսապի թագավորին ու հյուսիսային լեռները, Քեներեթի հարավային թաշտը, Թաշտակեդինը եւ արեմդյան գողմը Թովրի բարձունքի վրա եղող թագավորներուն, արևելյան ու արեմդյան գողմը եղող կանանացիներուն, ամորհացիներուն, քեդացիներուն, փերեզացիներուն ու լեռնապնակ հեպուսացիներուն եւ Հերմոնի ստորոդը Մասպայի երգիր եղող խևացներուն մարդ խրգեց։ Անոնքալ իրենց բոլոր բանակներով դուրս ելան շատ ժողովուրդով Ձովեզերքի ավազին չափ բազմաթիվ հույժ շատ ցերով ու գարկերով։ Երբ այս բոլոր թագավորները իրարու հանդիպեցան, Քացին եւ Մարոնի ճուրինքով միասին բանակեցան, որբեսի Իսրայելի թե բادرազմին։ Դերը Հեսուի ասավ. անոնց մի վախնար, քանի որ վաղը այս ադեն ես անոնց բոլոր Իսրայելի արչև մերծվելու պիտի մատնեմ, անոնց ցիերուն չիղերը պիտի գդրես ու գարկերնալ գրագով պիտի այրես։ Ուստի Հեսու եւ իրեն այդ ամբողջ բادرազմի ժողովուրդը հանգարձակի անոնց վրա ասան Մարոնին ճուրինքով եւ անոնց վրա հարձակեցան։ Դերը զանոնք Իսրայելի ցերկը մատնեց, որ զանոնք զարգավ ու զանոնք հալածեց մինչև Մեծն Սիտոն, մինչև Մասրեփոթ Մայիմ եւ մինչև Մասպայի հովիդը թեպի արևելք, զանոնք զարգին մինչև որ անոնցմե ոչ մեկ վերաբրող թողուցին։ Հեսու անոնց հրավայնպես, ինչպես դերը իրեն հրամայեր էր, անոնց ցիերուն ճիղերը գդրեց ու գարկերը գրագով այրեց։ Այդ ադեն Հեսու վերադարձավ, Հասորը գրավեց եւ անոր թագավորը սուրով մերծուց, որովհետեւ առաջ Հասոր այդ բոլոր թագավորություններուն գլուխն էր։ Անոր մեջ գտնված բոլոր անձերը սուրի փերանե անցուցին եւ անջիդեցին, ոչ մեկ շնչավոր մնաց ու Հասորը գրագով այրեց։ Հեսու այդ թագավորներուն բոլոր քաղաքները գրավեց, անոնց բոլոր թագավորները բռնեց եւ զանոնք սուրի փերանե անցնելով անջիդեց, ինչպես Տիրոջ ծառան Մովսես բադվիրեր էր։ Սակայն Իսրայել ոչ մեկը այրեց այն քաղաքներն, որ իրենց հողափլուրներուն վրա կգենային, բացի Հասորեն։ Հեսու միայն զայն այրեց։ Իսրայելի որդիները իրենց համար գողոպտեցին այդ քաղաքներուն ամբողջ ավարը եւ անասունները, իսկ բոլոր մարդիկը սուրի փերանե անցուցին, մինչև որ զանոնք բնաճնչեցին եւ ոչ մեկ շնչավոր թողուցին։ Ինչպես դերը իր ծառային Մովսեսի բադվիրեր էր, նույնպես ալ Մովսես Հեսուի բադվիրեց ու Հեսու այնպես հրավ, Տիրոջ Մովսեսի բոլոր բադվիրածներեն ոչինչ զանց հրավ։ Հեսուի գրաված երգիրները։ Հեսու այդ ամբողջ երգիրը արավ, Լեռնագողմը, ամբողջ հարավային գողմը, ամբողջ Քոսոմի երգիրը, Թաշտակեդինը եւ Թաշտը, ու Իսրայելի լերը եւ անոր Թաշտակեդինը, Սեիր Փարսացող քալակ լեռնեն մինչև Լիբանանի հովիդի մեջ եղող Պահախ քաթը, Հերմոն լեռան ստորոդը, անոնց բոլոր թագավորները բռնեց, զանոնք զարգավ եւ զանոնք մերծուց։ Հեսու այս բոլոր թագավորներուն թեմ երկար ժամանակ բادرազմեցավ։ Կապաբոնի մեջ բնագող խևացիներեն զատ Իսրայելի որդիներուն հետ խաղաղություն ունող ոչ մեկ քաղաք կար, բոլորն ալ բادرազմով առնվեցան։ Արդարև անոնց սիրդին գարզրանալն ու բادرազմով Իսրայելի հանդիպիլը դիրոճմեն եղավ, որբեսի զանոնք նզովե, այսինքն առանց ողորմության զանոնք բնաճնչե, ինչպես դերը Մովսեսի բադվիրեր էր։ Այդ ադեն Հեսու քնած ու լեռներեն, Քեփրոնեն, Թապիրեն, Անապեն, Հութայի բոլոր լեռներեն եւ Իսրայելի բոլոր լեռներեն ենագիմները գոդորեց։ Հեսու զանոնք իրենց քաղաքներով միասին անջիդեց։ Իսրայելի որդիներուն երկրի մեջ ենագիմներեն ոչ մեկը մնաց, միայն Քազայի, Քեթի ու Ասետովթի մեջ անոնցմե մնացին։ Այսպես Հեսու ամբողջ երգիրը գրավեց, ինչպես դերը Մովսեսի ըսեր էր։ Հեսու զայն Իսրայելի ժառանգություն տվավ անոնց դոհմերուն բաժներուն համեմատ ու երգիրը բادرազմեն հանդարտեցավ։ Փառք ես Տեր Աստված մեր։ Ամեն։